Արդեն 4 տարի է, ինչ Նինոց Մինդայի կլինիկայի ծննդատան բաժանմունքը փակված է։ Կորոնավիրուսի սրացումից հետո դադարեցված ծառայությունը դեռ չի վերականգնվել։ Այս փաստը դարձել է իրական մարտահրավեր հարյուրավոր ընտանիքների համար։ Ամեն հղիկի ստիպված է անցնել տասնյակ կիլոմետրեր, հասնելու մայրաքաղաք կամ հարակից քաղաք, ապահով ծննդաբերություն ստանալու համար։ Դա նշանակում է ժամեր շարունակ ճանապարհ, հաճախ վտանգավոր պայմաններում, բարձր ֆինանսական ծախսեր և ստրես թե մոր, թե երեխայի կյանքի համար։ Այսօր հարցազրույց ունեցանք գինեկոլոգ Կարինե Սահակյանի հետ, ով փաստեց ծննդատան բացակայության բացասական ազդեցությունը Նինոց Մինդայի հասարակության шրջանում. Наш Богдановский родильный дом не функционирует уже 4 года. Причину я не знаю, и, наверное, никто не может сказать. Это после коронавируса он перестал функционировать с 2021 года. Многие работники остались без работы. Значит, наш родильный дом всегда приезжали из Тбилиси регулировать, проверять. У нас было все необходимое оборудование, необходимые кадры. Почему не функционирует родильный дом, я не знаю. Это не в моей компетенции. Но то, что надо было для нормального функционирования, у нас все было и есть. Начиная с врачей и кончая с оборудованием необходимым. Так, теперь мы берем здесь на учет беременных. И если учитывать то, что родильный дом не функционирует, на учет у нас довольно-таки много становится. Женщины очень протестуют. Меня каждый день спрашивают, когда будет открываться родильный дом. Я не знаю, как, на что это ответить, потому что я действительно не в курсе, почему не функционирует. Ну, беременные становятся на учет, это в Грузии, они имеют право рожать везде, где им хочется. В Грузии, да. Все бесплатно, роды, становление на учет, визиты, все для беременных бесплатно. Роды бесплатные, все бесплатно. Но я знаю, что женщины очень недовольны, что приходится, во-первых, расстояние, ехать туда. Ну, между прочим, многие едут в Тбилиси. Это предпочитают ехать на роды и на учет в Тбилиси. Наверное, здесь было бы удобнее, если бы здесь был родильный дом, рожать. Ну, а патологию, которую группу высокого риска, мы сами направляем. Если женщина в группе высокого риска, мы сами направляем в Тбилиси. И очень важно, мы в нашей Богдановке была преемственность. Берем женщину на учет, а потом они приходят у нас рожать. Это тоже очень важно, преемственность между беременной и врачом. Никуда попала она едет, а именно к своему врачу приходит рожать. Это, я считаю, это очень важным моментом было у нас. У нас всегда было так. Каждая женщина рожала у своего доктора. Նինոց Մինդայի ծննդատան փակումը փաստի առաջ կանգնեցրեց ոչ միայն մայրերին, այլև բուժաշխատողներին։ Տասնյակ փորձառու աշխատակիցներ, բժիշկներ, մանկաբարձներ, բուժքույրեր կանգնեցին անորոշության առաջ։ Շատերը նույնիսկ մնացին առանց աշխատանքի։ Նրանց մի մասը ստիպված եղավ փոխել աշխատանքը կամ տեղափոխվել կլինիկայի այլ բաժիններ։ Կլինիկայի 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ Գալինա Անանիկյանը ծննդատան փակվելու ժամանակ նույնպես կանգնեց խնդրի առաջ։ Այսօր նա աշխատում է ստացիոնար բաժանմունքում որպես բուժքույր, սակայն հույսը չի կորցնում, որ մի օր կրկին կվերաբացվի ծննդատունը եւ նա կվերադառնա իր մասնագիտական աշխատանքին։ 1991 թվականից աշխատել եմ Նինոց Մինդայի շրջանի ծննդատանը որպես մանկաբարձ, մինչև կորոնային է սկսվել։ Կորոնայի ժամանակ աշխատել եմ որպես քույր այդ ընթացքում ու կորոնայից հետո թերապիան աշխատել եմ քույր, որպես ռեզերվ։ Բայց շատ կուզեի նորից ծննդատունը բացվի, աշխատեի մասնագիտությունովս։ Բնակության համար ճիշտ է իհարկե ավելի լավ կեղնի, նաև մեր ռոտոմի ծննդատան աշխատողների համար մնացածը սաղ տունն են, անգուրցն է ստացել։
Նինոց Մինդայի բնակիչներն արդեն 4 տարի շարունակ բարձրաձայնում են պահանջելով վերականգնել ծննդատունը։ Մայրերը, ապագա ծնողները, տարեցներն ու երիտասարդները փաստում են, որ ծննդատան բացակայությունը խնդիր առաջացնում թե նյութական, թե ֆիզիկական։ Ամեն ինչ տեղում ունենալը յուրաքանչյուր ընտանիքի համար, եթե ծննդատուն չունի, ծախսի հետ կապված բաներ են, որ նոր հակին ծախսը հիմիկվա ապրիլնա, ասենք, իշխոր զորով ապրին։ Ծննդատուն ունենալը մեր շրջանի համար բազմած շրջան է մերը։ Կապված է մեծ ծախսերի հետ, մինչև ախր քելակ երթաս, կաս, տանից փերես, ահակին ծախսեր, իսկ եթե տեղում ունենանք մեր հիվանդանոցը, հաջույքով յուրաքանչյուրը պիտի որ դիմեն, եթե իհարկե դիմելու առիթ կլինի։ Ունենալը շրջանում ծննդատուն յուրաքանչյուր Նինոց Մինդայի բնակիչի համար շատ շնորհակալ գործ կլինի։ Չնայած այն բանին, որ ծննդատան փակման իրական պատճառները մինչ օրս պարզ չեն, հստակ է մեկ բան. դրա բացակայությունը խոր ազդեցություն է թողել Նինոց Մինդայի վրա, եւ այդ ազդեցությունն ամեն օր զգացվում է, ինչպես ապագա մայրերի, այնպես էլ ամբողջ համայնքի վրա։ Բայց մենք չենք կորցնում հույսը, հավատում ենք, որ կգա օրը, երբ ծննդատան դռները նորից կբացվեն եւ բնակիչները բժշկական ծառայություն կստանան տեղում։